Կարմիր գյուղի Սուրբ Գրիգոր եկեղեցին կամ ինչպես համայնքի բնակիչներն անվանել խոնարհող շամը տարիների ընթացքում ավերվել է։ Անցյալ տարի համայնքի բնակիչ Հովիկ Վարդանյանը ցանկություն հայտնեց սեփական միջոցներով կառուցել նոր եկեղեցի նույնանուն եկեղեցու հիմքերի վրա։ Ну это իմ երազանքն է, էլի։ Երազեիկս, ասենք երազի այդ բաներով կատարել ենք։ Եկեղեցի կառուցելը միշտ էլ դժվար գործընթաց է եղել, բազում խոչընդոտներով։ Ժամանակն էլ իրենն է լրացրել։ Մեր օրերը գիտեք, որ տնտեսական ճգնաժամը եւս մեկ այսպես պատնեշ ու խոչընդոտ են լավ գործերի համար, սակայն հավատքի համար դա էլ է հաղթահարել եւ ուրախ ենք եւ մեր օրհնությունն ենք բերում մեր զավակներին, ովքեր իհեճուկս այդ բոլոր դժվարությունների իրենց ուխտը մի կողմ չեն դնում, այլ իրականացնում են։ Դերևս անցյալ տարվա դեկտեմբերից Հուշարձանների պահպանության կոմիտեի կողմից տրվել էր եկեղեցին կառուցելու համաձայնություն, կատարվել էին բոլոր չափագրման աշխատանքները։ Մայիսի 10-ին Գեղարքունի ասթեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ կատարվեց Սուրբ Գրիգոր եկեղեցու հիմնարկեքի արարողությունը եւ այսօր արդեն շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Գյուղի նվիրյալ անձանց միջոցով այս եկեղեցին նորոգվելու է եւ վստահ ենք, որ ամենակարևորը դառնալու է եւս մեկ տուն աղոթքի, Աստուծո տաճար։ Եկեղեցու կառուցումը կարևորվում է համայնքի կողմից։ Այսօր մեր գյուղի համար մեծ իրադարձություն է, քանի որ վերակառուցում է Սուրբ Գրիգոր եկեղեցին։ Մեր բոլորիս պարտքն է, որպեսզի միասին օգնենք եկեղեցին կառուցենք։ Առաջի բարերարն է, որ գյուղում եկեղեցի է կառուցում իր ուժերով։ Մենք բոլորս ցանկանում ենք, որ ով կամենում է օգնա այս եկեղեցին կառուցելու համար։ Կառուցվող Սուրբ Գրիգոր եկեղեցին իր ճարտարապետական տեսքով լինելու է բազիլիկ։ Հովանավոր Հովիկ Վարդանյանի վստահեցմամբ եկեղեցու կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել աշնանը։ Նարինե Արեփշակյան, Սարգիս Ալավերդյան, Լուրեր։